Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Ձեզնից քանիսն են ասում այո այն բաներին, որոնց ձեր սիրտն աղաղակում է ոչ։ Շատ լավ, այդ դեպքում ինչու ենք ակնկալում, որ Աստված ինչ-որ բան կանի դրանց վերաբերյալ։ Գիտեք, մենք պետք է ունենանք համարձակություն ասելու ոչ այն բաներին, որոնց պարտավոր ենք ասել ոչ։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Հայր, այս առավոտ ես աղոթում եմ, որ այն խոսքը, որ կխոսեմ, լինի հենց այն, ինչի կարիքը մարդիկ ունեն։ Եվ դա չի լինի պարզապես տեղեկություն, այլ կլինի հայտնություն։ Հիսուսի անունով։ Ամեն։ Անցյալ երեկո ես սկսեցի 3 ուղերձից բաղկացած շարք լարվածությունը հաղթահարելու համար։ Հաջորդ ծառայությանը կսովորեցնեմ մեկ այլ ուղերձ, այնպես որ եթե ցանկանում եք մնալ և լսել այն, սիրով հրավիրում եմ։ Ուզում եմ կրկնել մի քանի բան, որ ասացի երեկոյան, ես չեմ կարող անդրադառնալ բոլորին, բայց որոշ բաներ չափազանց կարևոր են բաց չթողնելու համար, նախևառաջ որքան հաճախ եք դժգոհում այն ամենից, ինչ ստիպված եք անել։ Ոչ ոք չի դժգոհում։ Ապա այդ դեպքում ես հավանաբար տուն գնամ, որովհետև սխալ խմբի առջև եմ կանգնած։ Մի անգամ Աստծո առջև դժգոհում էի այն ամենից, ինչ ստիպված էի անել։ Ոչ մեկից այդքան շատ չեն ակնկալում։ Եվ ես լսեցի, թե ինչպես Աստված խոսեց իմ սրտում, դու ես կազմել քո գրաֆիկը, եթե քեզ դուր չի գալիս, փոխիր այն։ Գիտեք, մենք ենք ասում այո այն բաներին, որոնցից հետագայում դժգոհում ենք։ Անցյալ երեկո ես կոչ արեցի նրանց, ովքեր լարվածություն են զգում, գնալ տուն և կազմել այն ցանկը, ինչ անում են։ Այնուհետև մեկ առ մեկ աչքի անցկացնել դրանք և տալ 2 հարց. Առաջին, արդյոք սա բարի պտուղ է բերում։ Եվ երկրորդ, ինչու եմ անում սա։ Շատ հաճախ մենք հայտնաբերում ենք, որ ճիշտ շարժառիթով չենք անում այն, ինչ անում ենք։ Մենք անում ենք դա, որպեսզի չվրդովեցնենք ինչ-որ մեկին կամ կա առավել անհեթեթ պատճառ։ Մենք չգիտենք, թե ինչու ենք դա անում ենք, որովհետև միշտ արել ենք։ Գուցե Աստված վերջ է դրել դրան 10 տարի առաջ։ Բայց մենք դեռ շարունակում ենք։ Եվս մեկ բան, որ ես ասացի ու կարծում եմ իսկապես կարևոր է, այն է, որ Աստված երբեք չի տա ձեզ ավելի քան այնքան, որքան կարող եք անել խաղաղությամբ։ Ամեն։ Եթե դուք մշտապես աղոթում եք խաղաղության համար, առաջին բանը, որ կցանկանայի իմանաք, այն է, որ դուք արդեն ունեք խաղաղություն։ Հիսուսը Հովհաննեսի 14:27-ում ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ և կտակում եմ ձեզ իմ հատուկ խաղաղությունը»։ Այնպես որ ձեր սիրտը չխռովի և չանհանգստանա։ Եվ դադարեք վախենալուց ու երկչոտելուց։ Նա արել է իր մասը։ Գիտեք, իրականում այլևս չկա մի բան, որ Աստված անի մեզ համար։ Մենք միշտ խնդրում ենք, որ նա ինչ-որ բան անի մեզ համար, բայց իրականում մենք ընդամենը կարիք ունենք ընդունելու այն, ինչ նա արել է։ Ու սկսենք վարվել այնպես, կարծես իսկապես հավատում ենք դրան։ Եվ ապրենք համապատասխանաբար։ Ես մեծացել եմ սթրեսի ու լարվածության մեջ։ Ես ապրել եմ խաթարված ընտանիքում, որտեղ չկար խաղաղություն, մշտապես լարվածություն էր։ Հայրս սեռական բռնություն էր գործադրում իմ նկատմամբ։ Մայրս նյարդային խնդիրներ ուներ, որովհետև գիտեր, թե ինչ է հայրս անում, բայց չուներ համարձակություն ինչ-որ բան անելու այդ կապակցությամբ։ Իմ հիշողությունները կապված են վախի ու սթրեսի հետ։ Ես շատ երկար ժամանակ եմ եղել սթրեսի մեջ, որ նույնիսկ չեմ իմացել, որ դա սթրես է։ Ես մտածում էի, որ դա բնականոն վիճակ է։ Իրականում ցավալի է, երբ մտածում ես, որ վրդովված լինելը բնականոն վիճակ է։ Երբ Աստված վերջապես սովորեցրեց ինձ լինել խաղաղ, սա կարող է տարօրինակ թվալ, բայց սկզբում ինձ համար ձանձրալի էր։ Ես այնպես էի սովորել մշտապես իրարանցման մեջ լինել, որ մտածում էի. Ինչ է սա։ Ձանձրալի էր, որ չկար պատճառ անհանգստանալու, դժգոհելու կամ փնթփնթալու համար։ Բայց սթրեսը կամ լարվածությունը հավանաբար մեր խոշոր խնդիրներից մեկն է այսօր։
Եվ գուցե քչերն են զերծ դրանից, այդ մարդկանցից մեկը հավանաբար իմ ամուսինն է, չգիտեմ արդյոք Դեյվը գիտի թե ինչ է այդ բառը նշանակում, բայց ես այնքան շատ ստրես եմ ունեցել, որ նա հավանաբար ինչ որ չափով գիտի թե ինչ է դա։ Սակայն Աստված փոխել է ինձ, շատ է փոխել։ Ես վրդովում էի ամեն ինչից, իսկ հիմա իսկապես սովորել եմ պահել խաղաղությունս, որովհետև հասկացել եմ, որ իսկապես անօգուտ է փորձել ինչ-որ բան անել այնտեղ, որտեղ իրականում ոչինչ չես կարող անել։ Թույլ տվեք կրկնել։ Բոլորովին անօգուտ է փորձել ինչ-որ բան անել այնտեղ, որտեղ իրականում ոչինչ չես կարող անել։ Օրինակ, դուք չեք կարող փոխել մարդկանց։ Եվ եթե նույնիսկ սպառնաք նրանց այնպես, որ ստիպեք փոխել իրենց վարքը, միևնույն է, դուք նրանց չեք փոխի, որովհետև ճշմարիտ փոփոխությունը կատարվում է ներսից։ Դուք չեք կարող ստիպել, որ ինչ-որ մեկը սիրի Աստծուն։ Գուցե ունեք երեխաներ, որոնք այնտեղ չեն, որտեղ կցանկանաք։ Դուք շատ ավելի մեծ առաջընթաց կունենաք նրանց համար աղոթելով, քան փորձելով ստիպել նրանց ինչ-որ բան անելու։ Ամեն։ Լավագույն բանը, որ կարող եք անել, նրանց համար աղոթելն է և լավ օրինակ լինելը։ Եվ նրանք կհիշեն դա ավելի, քան որևէ այլ բան։ Այնպես, որ մենք ստեղծում ենք լարվածություն մեզ համար, չհավանելով այն, ինչ մարդիկ անում են, և փորձելով ստիպել նրանց, որ չանեն դա։ Եվ շատ անգամներ ուզում ենք, որ մարդիկ փոխվեն, որպեսզի մենք ավելի երջանիկ լինենք, բայց պետք է հասկանան, որ մենք կարող ենք երջանիկ լինել նույնիսկ եթե նրանք չեն ցանկանում դա։ Եթե ձեր ուրախությունը կախված է նրանից, թե ինչպես է ինչ-որ մեկը վարվում, դուք փոխկախված եք նրանից։ Դուք չպետք է սպասեք, մինչև պարզեք, թե ինչպիսին է ձեր ամուսնու կամ կնոջ տրամադրությունը, նախքան կորոշեք, թե ինչպիսին կարող է լինել ձեր տրամադրությունը։ Դուք կարող եք որոշում կայացնել, որ կլինեք երջանիկ, դրական և լավ տրամադրությամբ մարդ, ու կվայելեք ձեր կյանքը անկախ նրանից, թե ինչ են ուրիշներն անում, և դուք կարող եք անել դա ամեն։ Սթրեսը շատ կործանարար հետևանքներ ունի։ Ես գիտեմ դա անձնական փորձից։ Որովհետև 3 անգամ հայտնվել եմ կիսաջախջախված վիճակում։ Վերջինը 5 տարի առաջ էր, շատ լուրջ իրավիճակ էր։ Այն սկսվեց 2014 թվականի նոյեմբերին, ոչ, 2017 թվականի դեկտեմբերին։ Ինչ-որ բան կատարվեց ձայնիս և կոկորդիս հետ։ Ես հիվանդացա, այսպես կոչված այրվող բերան հիվանդությամբ։ Շատ բժիշկներ նույնիսկ չէին լսել դրա մասին, բայց լեզուս և քիմքս կարծես այրվում էին։ Եվ դրա պատճառով բերանս ու կոկորդս այնքան չոր էին, որ հազիվ էի կարողանում խոսել։ Կյանքում առաջին անգամ ստիպված եղա չեղարկել իմ հավաքույթները, ինչը տխրեցրեց ինձ, բայց 5 տարի պահանջվեց, որպեսզի վերականգնեի իմ բնականոն զգացողությունը։ Մեր ընկերներից մեկն ինձ տեղավորեց Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում։ Բժիշկ Փոլ Օսթինի կարգադրությամբ մի քանի բարձրակարգ բժիշկներ կատարեցին հնարավոր բոլոր տեսակի հետազոտությունները և ասացին՝ դուք իրականում առողջ եք։ Ես մտածեցի, իսկ ինչու եմ այսքան վատ զգում։ Երբևէ եղել եք նման իրավիճակում, դուք շատ վատ եք զգում, այցելում եք բժշկի և նա ասում է, ոչ մի խնդիր չկա, դա սթրես է։ Ես մտածում եմ, դուք ինձ սթրեսի եք ենթարկում ասելով, որ դա սթրես է։ Որովհետև ես չէի ուզում, որ դա սթրես լիներ, ես մտածում էի, որ սթրեսը այն է, երբ չես կարողանում հաղթահարել դժվարությունները, և ուզում էի, որ ինձ մի դեղահապ տային և ավելի լավ զգայի։ Բոլոր հետազոտություններից հետո նրանք ասացին, ձեր տարիքի կնոջ համար ձեր արյան ցուցանիշները արտակարգ են։ Իրականում դուք ունեք մակերիկամային սաստիկ հոգնածություն։ Իմ ախտորոշումն էր մակերիկամային հոգնածություն, և ինձ նշանակեցին այս բուժումը՝ գնալ տուն և հանգստանալ 18 ամիս։ Եվ առաջին բանը, որ ասացի, սա էր, ինչ են անում 18-ամսյա հանգստի ժամանակ։ Դուք կարող եք տեսնել, թե որն էր իմ խնդիրը։ Ես իսկապես չգիտեի ինչպես հանգստանալ։
Եվ այդ ժամանակ մենք ստիպված եղանք որոշ ողջամիտ փոփոխություններ կատարել մեր ծառայության մեջ։ Ցավալի է, որ երբեմն փոփոխություններ չենք կատարում, մինչև հարկադրված չենք լինում։ Կամ ինքնուրույն ենք փոփոխություններ կատարում, կամ հարկադրաբար։ Մեր մարմինը կարող է դիմանալ որոշակի ծանրաբեռնվածության, այնուհետև այն ջախջախվում է։ Ամեն բան սկսվում է նրանից, որ դուք վատ զգացողություն եք ունենում կամ ժամանակ առ ժամանակ լավ չեք զգում։ Միայն հիմարն է մտածում, որ կարող է անել այն, ինչ մշտապես արել է։ Երբ մեծանում եք, իդեպ բոլորս ենք մեծանում։ Պետք է փոփոխություններ կատարեք։ Եթե աստիճանական փոփոխություններ կատարեք, ձեր մարմինը կկարողանա հարմարվել դրանց։ Բայց եթե մտածում եք, որ երբ 60 տարեկան դառնաք կանեք նույն բաները, ինչ անում էիք 20 տարեկանում, սխալվում եք։ Բոլորն ունեն սահմանափակումներ։ Ես ուզում եմ, որ լսեք սա։ Յուրաքանչյուրը ունի սահմանափակումներ։ Եթե մտածում եք, որ դուք այն մարդկանցից եք, որոնք չունեն սահմանափակումներ, ապա ձեզ սպասում է մեծ անակնկալ։ Ես մտածում եմ, որ որոշ քարոզներ մարդկանց տվել են պատկերացում, որ իրենք չունեն սահմանափակումներ։ Հանեք սահմանափակումները։ Սա այն ուղերձներից է, որ ես լսում եմ։ Ես կարող եմ ամեն բանին զորացնող Քրիստոսով, բայց դուք կարող եք անել միայն այն, ինչ Աստված ասել է ձեզ անելու։ Եթե Աստված է ասել, որ անեք դա, նա կտա ձեզ ուժ և կարողություն դա անելու համար։ Բայց երբեմն մենք անում ենք բաներ, որոնք Աստված ասել է, որ չանենք։ Միևնույն է, մենք անում ենք։ Հենց դրանք են մեզ լարվածություն պատճառում։ Ձեզնից քանիսն են ասում այո այն բաներին, որոնց ձեր սիրտը աղաղակում է ոչ։ Շատ լավ, այդ դեպքում ինչու ենք մենք ակնկալում, որ Աստված ինչ-որ բան անի դրանց վերաբերյալ։ Գիտեք, մենք պետք է ունենանք համարձակություն ասելու ոչ այն բաներին, որոնց պարտավոր ենք ասել ոչ։ Բոլորն ուզում են, որ իրենց լավություն անենք։ Դա հրաշալի է հնչում։ Անշուշտ մենք պետք է լավություն անենք մարդկանց։ Մենք ինչ-որ բաներ ենք անում մարդկանց համար, դա սեր ցուցաբերելու միջոցներից է։ Բայց եթե Սուրբ Հոգին հորդորում է ձեզ չանել ինչ-որ բան, դուք պետք է ունենաք համարձակություն մարդկանց ասելու ոչ։ Եթե դա նրանց կզայրացնի, ուրեմն նրանք լավ ընկեր չեն։ Նրանք չունեն սեր կամ հարգանք ձեր հանդեպ։ Որովհետև ձեզ սիրող մարդիկ նույնիսկ չեն ցանկանա, որ դուք անեք այն, ինչ Աստված ասում է, որ չանեք։ Նրանք պետք է հարգեն ձեզ Սուրբ Հոգու առաջնորդությանը հետևելու համար։ Այսպիսով, սթրեսը կամ լարվածությունը առաջացնում են գլխացավ, անհանգստություն, մկանային լարվածություն, ցավ և հոգնածություն, սեռական ցանկությունների փոփոխություն, ստամոքսի խանգարում, անհամբերություն, խանդավառության բացակայություն, կենտրոնացման պակաս։ Վերջերս լսեցի, որ մարդ արարածը կարող է կենտրոնանալ 9 վայրկյան, ոսկեձկնիկը կարող է կենտրոնանալ 10 վայրկյան։ Փաստորեն մենք ոսկեձկնիկից ներքև ենք իջել։ Ոչ ոք չի կարող ասել, թե քանի տեղ կգնաք ձեր մտքով 40 րոպեում, մինչ ես կավարտեմ այս ուղերձը։ Դուք կգնաք ընթրելու, կգնաք տուն, լվացք կանեք։ Մենք իսկապես դժվարանում ենք երկար ժամանակով մեր միտքը պահել մեկ բանի վրա, և դրա պատճառը մասամբ այն աղմուկն է, որ կա մեր շուրջը ամբողջ ժամանակ։ Ձայնային ազդանշաններ։ Քանիսդ եք մտածում, որ նույնիսկ չեք կարող գնալ զուգարան առանց հեռախոսի։ Այնքան հոգնած եք, որ չեք կարողանում բարձրացնել ձեր ձեռքը։ Այդ դեպքում դուք այս ուղերձի կարիքն ունեք։ Իմ ընկերներից մեկն ասաց, իմ հեռախոսն այլևս չունի այդպիսի արտոնություն։ Այն ժամանակվանից ինչ այն գցել եմ զուգարանի մեջ։ Այն առաջացնում է գրգռվածություն և բարկություն։ Այն առաջացնում է տխրություն կամ ընկճվածություն։ Կարող է առաջացնել ալկոհոլի կամ թմրադեղերի չարաշահում, շատակերություն, սոցիալական մեկուսացում, բարկության պոռթկումներ և մակերեսային շնչառություն, որը կարող է մեծ խնդիր չթվալ, բայց խոր շնչառությունն ամենալավ բանն է ձեզ համար։ Եթե հետևեք մանկան շնչառությանը, կտեսնեք, որ նրա ստամոքսը բարձրանում և իջնում է։ Նա ճիշտ է շնչում։
Մենք մակերեսային ենք շնչում ու եթե ունեք լարվածություն, առավել մակերեսային կշնչեք, իսկ դա օգտակար չէ ձեզ համար։ Ինչպես ասացի, ես այցելեցի բժշկի եւ ինձ ասացին, որ շատ լարված եմ, իսկ ես չէի ուզում լսել դա, ուստի շարունակեցի անել այն, ինչ անում էի։ Վերջապես սկսեցի կարդալ գրքեր սթրեսի մասին ու պարզեցի, թե իրականում ինչ է սթրեսը։ Դա այն չէ, որ դու չես կարող հաղթահարել կյանքի դժվարությունները։ Սթրեսը հավասարակշռությունից դուրս ապրելն է։ Մենք պետք է ապրենք հավասարակշռված կյանքով, որտեղ ամեն բան անում ենք բավականաչափ, բայց ոչ չափից շատ։ Մենք պետք է ունենանք հավասարակշռված սննդակարգ, հավասարակշռված բյուջե եւ այլն։ Իրականում առաջին Պետրոսի 5:8-ում ընդլայնված Աստվածաշնչում գրված է. եղեք հավասարակշռված, որովհետև ձեր թշնամին Սատանան քաղցած առյուծի պես մռնչում է փնտրելով, թե ում կարող է բռնել եւ կուլ տա, որին հակառակ կանգնեք հավատքով։ Այնպես որ հավասարակշռության բացակայությունը դուռ է բացում թշնամու առջև ներս մտնելու եւ մեզ վրա հարձակվելու համար։ Համոզված եմ, որ ձեզնից ոմանք հենց հիմա կարող են մտածել իրենց կյանքի այն բնագավառների մասին, որոնք դուրս են հավասարակշռությունից։ Դուք չունեք բավականաչափ քուն, չափից շատ եք աշխատում, ուրախ եւ հաճելի ժամանակ չեք անցկացնում։ Բավականաչափ չեք ծիծաղում, չափից շատ գումար եք ծախսում ձեզ վրա կամ գումար չեք ծախսում ձեզ վրա։ Եվ կարծում եմ հավասարակշռված մնալու ամենադժվար ոլորտներից մեկը սուրբ կյանքով ապրելու եւ օրինապաշտ լինելու միջև նուրբ սահմանը պահելն է։ Ես իսկապես ուզում եմ ապրել սուրբ կյանքով, բայց ես եղել եմ օրինապաշտ եւ չեմ ուզում վերադառնալ դրան։ Մենք պետք է աղոթենք, ժամանակ անցկացնենք Աստծո հետ։ Լսենք Աստծուն, որպեսզի կարողանանք հասկանալ, թե երբ ենք դուրս գալիս հավասարակշռությունից եւ որպեսզի մնանք հավասարակշռության մեջ, մշտապես պետք է շտկումներ կատարենք։ Ոչ ոք հենց այնպես չի մնում հավասարակշռության մեջ, մենք մշտապես պետք է շտկումներ անենք։ Հարցազրույցներում շատերն ինձ հարցնում են. ինչպես եք կարողանում մնալ հավասարակշռության մեջ անելով այն, ինչ ստիպված եք անել։ Մի անգամ լսեցի, թե ինչպես ասացի. ես միշտ հավասարակշռում եմ ամեն բան։ Դա հենց այն է, ինչ պետք է անենք հավասարակշռված մնալու համար։ Առնվազն ամիսը մեկ անգամ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացրեք Աստծո հետ եւ խնդրեք, որ նա ցույց տա, թե արդյոք ձեր կյանքում կան ոլորտներ, որտեղ դուրս եք հավասարակշռությունից։ Իմ ամուսինն ունի հրաշալի տեսություն ֆինանսների մասին։ Եթե հետևեք դրան, երբեք չեք հայտնվի ֆինանսական նեղության մեջ։ Նախ եւ առաջ դուք պետք է մնաք ձեր սահմանների մեջ։ Նա, ով ծախսում է ավելի, քան ունի, կհայտնվի անախորժության մեջ։ Այսպիսով, մտքում պահելով այն, ինչ ունեք, մի մասը տնտեսում եք, մի մասը ծախսում եք, մի մասը տալիս եք։ Լավ չէ, եթե անընդհատ աշխատում եք եւ ոչինչ չեք անում ձեզ համար։ Դուք պետք է հատկացնեք որոշ գումար այն բաներին, որոնք ձեզ դուր են գալիս։ Գուցե դրանք անկարևոր են մեկ ուրիշի համար, բայց ձեզ համար կարևոր են։ Ամբողջ շաբաթ աշխատելուց հետո դուք արժանի եք անելու փոքրիկ մի բան, որը ձեզ դուր է գալիս եւ որից հաճույք եք ստանում։ Եվ ես չեմ սիրում, երբ մարդիկ ասում են. «Օ, առանց դրա էլ ես կարող եմ»։ Եթե այդպես վարվեք, վերջին հաշվով կդառնանաք։ Ձեզ օգտագործված կզգաք։ Ոմանց համար լավագույն բանը կարող է լինել պարզապես դուրս գալը եւ ինչ-որ բան ինքդ քեզ համար անելը, գնա եւ նոր հագուստ գնիր քեզ համար։ Եթե կին ես, եթե տղամարդ ես, գոլֆ խաղա, արա այն, ինչ քեզ դուր է գալիս, պարզապես արա։ Որոշ գումար տնտեսիր, որպեսզի երբ ծերանաս չկոտրվես։ Եվ ունենաս մեկին, ով հոգ կտանի քեզ համար, եւ միշտ ունեցիր տալու համար։ Բայց դու կարող ես չափազանց շատ ծախսել ինքդ քեզ վրա, դու կարող ես չափազանց շատ տնտեսել քո ապագայի համար, այն դեպքում, երբ բավականաչափ չես ծախսում ներկայում, դու ծերանում ես եւ ունես շատ գումար, բայց չափազանց վատ ես զգում ու չես կարողանում ծախսել այդ գումարը։ Եվ ըստ էության դու կարող ես չափազանց շատ տալ, դու կարող ես տալ այնքան շատ, որ դա անմտություն լինի։ Գիտեք, մարդկանց ինչ-որ բան տալը միշտ չէ, որ լավագույն միջոցն է նրանց օգնելու համար։ Երբեմն ֆինանսապես օգնելը լավագույն բանը չէ, որ կարող եք անել։ Արդյոք քիչը երբևէ ավելի շատ է։ Ինչ կասեք Մարթայի մասին։ Ղուկասի 10:38-42 եւ եղավ, որ նրան գնալիս ինքն էլ մի գյուղ մտավ եւ մի կին, անունը Մարթա, ընդունեց նրան իր տունը։
Եվ նա մի քույր ուներ անունը Մարիամ, եւ սա Հիսուսի ոտքերի մոտ նստեց եւ լսում էր նրա խոսքերը։ Այժմ մենք ունենք երկու բոլորովին հակառակ կանայք։ Մեկը աշխատամոլ էր, մյուսը այնքան զգայուն էր, որ գիտեր, որ Հիսուսն ամեն օր չի լինում ինչ-որ մեկի տանը։ Տան փոշին հետո կմաքրեր, երբ Հիսուսը հեռանար։ Նա կլսեր, թե ինչ է Հիսուսն ասում։ Մարթան էլ ծառայության համար շատ զբաղմունքի մեջ էր։ Ինձ դուր է գալիս դա։ Եկավ կանգնեց եւ ասաց. Տեր, հոգդ չէ, որ քույրս ինձ մենակ թողեց ծառայելու։ Միթե մենք այդպիսին չենք։ Այո, դու գնա զվարճացիր, իսկ ես անեմ ամբողջ գործը։ Այդպես է, դու նստիր ու վայելիր, իսկ ես անեմ ամբողջ գործը։ Ինչպես նահատակ, ես կանեմ ամբողջ աշխատանքը թույլ տալով, որ մյուսները զվարճանան։ Լավ, ով է ստիպում քեզ անելու ամբողջ աշխատանքը։ Դու նույնպես կարող ես գնալ եւ մի փոքր զվարճանալ։ Տեր, հոգդ չէ, որ քույրս ինձ մենակ թողես ծառայելու։ Ուրեմն ասա նրան, որ օգնի ինձ։ Ձեռք մեկնի եւ իր մասն անի ինձ հետ։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Մարթա, Մարթա, սա մի ամբողջ քարոզ է, այնպես չէ։ Ջոյս, քանի անգամ պետք է ասեմ քեզ. Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղված ես։ Հասկանում եք, անհանգստությունը նոր բան չէ, այն միշտ եղել է, պարզապես այսօր այն ավելի շատ է, որովհետև ամեն ինչն է շատ։ Ֆլորիդայում կա մի վայր, որտեղ մենք հաճախ ենք այցելում, մեծ մասամբ ես այնտեղ եմ գրում։ Այդ շրջանում թույլ չեն տալիս գովազդային վահանակներ ցուցադրել։ Զարմանալի է, թե որքան խաղաղ է, երբ մեքենա ես վարում եւ ամեն քայլի չես տեսնում գովազդ։ Փողոցով իջնում ես եւ խանութներ։ Այս աշխարհի ֆինանսները չեն բավականացնի այս խանութների ապրանքները գնելու համար։ Այս առավոտ նախքան ավարտելը ուզում եմ մի փոքր խոսել ընտրության գերբեռնվածության մասին։ Մենք ունենք այնքան շատ ընտրություն, որ խճճվում ենք։ Գիտեք, երբ ես դեռահաս էի, ունեի 8 տեսակի հագուստ եւ չէի խճճվում, թե ինչ հագնեի։ Իմ զգեստապահարանը գուցե այսքան երկարություն ուներ։ Այժմ այն մի ամբողջ սենյակ է եւ լի է հագուստներով, եւ ես մտնում եմ այնտեղ ու չգիտեմ ինչ հագնել։ Ինչ անմտություն է ունենալ հագուստներով լի զգեստասենյակ եւ ասել. ոչինչ չունեմ հագնելու։ Ձեզնից ոմանք ինձ հետ են, դուք գիտեք, թե ինչ եմ ասում։ Այսօր մենք ունենք ավելի, քան երբևէ ունեցել ենք։ Եվ տվեք մեզ 1 կամ 2 տարի ու մենք ունենանք ավելի, քան հիմա ունենք։ Ես մտածում եմ, որ երբեմն որքան ունենում ենք, այնքան ավելի դժբախտ ենք դառնում։ Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղված ես։ Բայց մեկ բան է պետք։ Մարիամը բարի բաժինն ընտրեց, ինչը օգուտ է իրեն, որ վեր չի առնվի նրանից։ Այնպես որ ամեն բան գեղեցիկ է իր ժամանակին, կա ժամանակ աշխատելու եւ կա ժամանակ չաշխատելու։ Եթե դու չափազանց զբաղված ես Աստծո հետ ժամանակ անցկացնելու համար, ուրեմն չափազանց զբաղված ես անելով այն, ինչը քեզ համար օգտակար չէ։ Ամեն։ Յուրաքանչյուրը կարիք ունի ամեն օր առանձին ժամանակ անցկացնելու Աստծո հետ։ Եթե ինձ ասեք, Ջոյս, կիրակի ես կարող եմ գալ եւ լսել քո քարոզը կամ կարող եմ մնալ տանը եւ ժամանակ անցկացնել Աստծո հետ, ո՞րն ես ուզում որ անեմ։ Որքան էլ ցանկանամ, որ գաք եւ լսեք ինձ, ես կասեմ, որ առաջինն ընտրեք Աստծուն։ Որովհետեւ ես կարող եմ քարոզել եւ ասել ձեզ ինչ որ բաներ, բայց Սուրբ Հոգին է, որ այդ ամենը կմիացնի եւ կիմաստավորի ձեր կյանքում։ Մենք նույնիսկ չափազանց շատ քարոզներ ունենք։ Այս շաբաթ դուք լսում եք
Իմ ուղերձը լարվածության մասին։ Վաղը առավոտյան հեռուստատեսությամբ կքարոզեմ մեկ այլ թեմա։ Հետո դուք կմտնեք YouTube եւ կլսեք մեկ այլ քարոզ, այնուհետև կներբեռնեք մեկ այլ քարոզ։ Մենք երբեք երկար կանգ չենք առնում ինչ-որ բանի վրա, որպեսզի այն դառնա հայտնություն մեր կյանքում։ Մեր գլուխը լի է տեղեկություններով, բայց մենք չունենք հայտնություն։ Հասկանում եք։ Գրեթե 1 տարի ես պետք է մտորեի այն փաստի շուրջ, որ Աստված սիրում է ինձ, նախքան իրապես կհասկանայի դա։ Ես կարդում էի այն ամենը, ինչ գտնում էի, կարդում էի բոլոր սուրբ գրային խոսքերը։ Ես գիտեի այդ խոսքերը, խորհում էի այդ խոսքերի շուրջ։ Եվ վերջապես հասկացա, Աստված սիրում է ինձ եւ սիրում է անվերապահորեն։ Եվ ես երբեք չեմ կարողանել որևէ բան, որը կստիպի նրան չսիրել ինձ։ Եվ երբեք չեմ կարողանել որևէ բան, որը կստիպի նրան սիրել ինձ ավելի, քան սիրում է հենց հիմա։ Աստվածաշունչը Հռոմեացիների 8-րդ գլխում ասում է, որ ոչինչ չպետք է բաժանի մեզ Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Ոչ մի նեղություն, ոչ մի ողբերգություն, ոչինչ երբևէ չպետք է կարողանա բաժանել մեզ Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Երբ նեղության մեջ եք ու ասում եք Աստված դու ինձ չես սիրում, նշանակում է դուք չունեք հայտնություն։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։